Բնակարանի գնման վկայագիր ծրագրի այս փուլում վկայագրեր ստացած քաղաքացիներն եղել են առավել ակտիվ եւ արագ կողմնորոշվող։ Ըստ Շիրակի մարզպետարանի բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանի եղել են անգամ ընտանիքներ, որոնք վկայագիրը վերցնելուց 1-2 օր հետո հրավիրել են հանձնաժողովին, որպեսզի վերջինս գնահատի գտած բնակարանն ու տա համապատասխան եզրակացություն։ Ծրագիրն աննախադեպ արագությամբ է ընթանում, ասում է պատասխանատուն։ 101 անօթևանի Գյումրուց եւս 36-ին էլ Ախուրյան համայնքից է տրվել բնակարանի գնման վկայագիր։ 101-ից այսօրվա դրությամբ արկու վաճառք են արել 47 ընտանիքներ, իսկ Ախուրյան համայնքում 36-ից 11 ընտանիք։ Բնակարանը երբ շահառուն գտնում, ուսումնասիրում, հավանում է, ենթակա չէ գնման այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացվել հանձնաժողովի վերջնական դրական եզրակացությունը։ Կան հստակ չափորոշիչներ, բացի քարաշեն լինելուց պարտադիր է կոմունալ պայմանների առկայությունը։ Շահառուին տրվում է իրավունք ձեռք բերել կորցրած սենյակների թվից ինչպես պակաս, այնպես էլ ավել սենյակներ ունեցող բնակարան։ Պակասի դեպքում գումարը շահառուից պետությունը ետ չի վերցնում։ Երկու հաշիվ են բացում, մեկը վաճառողի անունով, մեկը գնորդի անունով։ Վաճառողի գումարը փոխանցվում է վաճառողին, մնացած ավել գումարը մնում է գնորդին։ Ծրագրի այս փուլում նաև չկա բնակարանի գտնվելու վայրի ընտրության սահմանափակում կամ վկայագրեր վերցրած շահառուներ, ովքեր բնակարաններ են գնել մարզի գյուղական բնակավայրերում։ Հավանաբար նրանք 88-ի աղետից հետո տեղափոխվել են տվյալ համայնքներ, ապրել, տնտեսություն ստեղծել, հարմարվել են։ Հիմնական բնակարանները սակայն գնվել են Գյումրիում, ասում է Տիգրան Հարությունյանը։ Ախուրյանցիների միջից մեծ մասը 11-ից 7 հոգին Գյումրի քաղաքում է բնակարան ձեռք բերել։ Գյումրիում մեծ թվով բնակարաններ են գնվել Մուշ եւ Մուշ 2 թաղամասերում, երկրորդ տեղում Անին է, երրորդում Բուլվարային թաղամասը։ Կան շահառուներ, որոնց հաջողվել է բնակարան գնել քաղաքի կենտրոնական հատվածներում։ Բնակարան գտնելու հարցում անօթևանին նաև մարզպետարանն է աջակցում։ Բազա ենք ստեղծել, թե ովքեր բնակարանները վաճառում են, վկայագրի կրնօրինակները մեզ ներկայացել են։ Տալիս են իրանց հասցեները, հեռախոսի համարները, իրենք զանգ են տալիս եւ հետները պայմանավորվում են։ Այս ընթացքում եղել են նաև ընտանիքներ, որոնք գտել են բնակարան, հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, սակայն արկու վաճառքի ժամանակ ի հայտ է եկել իրավական անհարթություն։ Երկու դեպքում վաճառվող բնակարանները եղել են կալանքի տակ։ Եթե սեփականության վկայագիր տվյալ բնակարանը չունեցավ, ապա դա ըստ գործող օրենքի արկու վաճառք չի կատարվում։ Իսկ կալանքն է վաճառող բնակարան տերը, երբ միասնական տեղեկանք է վերցնում, որովհետեւ կարողանա արկու վաճառք անել, այդ դեպքում բարձվում է։ Եղել են դեպքեր, երկու դեպք կա, որ մարդիկ տեղեկանքը վերցնելու ժամանակ նոր իմացել են, որ ինչ-որ կալանքի տակ է։ Արդեն գործարքը չի կատարվի։ Եթե կալանքի տակ է, արկու վաճառք չի կատարվում։ Բնակարանի գնման վկայագիր ծրագրի երկրորդ փուլի այս հատվածում նաև եղել են անօթևան ընտանիքներ, որոնք ծանոթվել են եկել Շիրակի մարզպետարան, սակայն հրաժարվել են վկայագիրը վերցնել։ Օգուտ չի տվել անգամ նրանց հետ անցկացված բացատրական աշխատանքը։ Չկարողացա դա հասնել։ Եկան զրուցիչ հետները, որ վերջի բանները վերցրեք, 6 ամսա մեջ բաներեք, հրաժարվան։ Հավանական է դրանք կամ տնտեսական տնտեսությունը քարաշեն են դարձել, քանման հետ կապված հարցերը հրաժարվել են։ Հիմնականը այդ լինի, չէ՞ ոնց կարող է հրաժարվել։ Այս ընտանիքներից բացի վկայագիր չի վերցրել եւս 6-ը, նրանցից 2-ը ներկայացել են մարզպետարան, սակայն ունեցել են ընտանեկան վեճ, չեն եկել ընդհանուր հայտարարի եւ հրաժարվել են վկայագիրը վերցնելուց, մյուսները չեն արձագանքել ընդհանրապես։ Նման ընտանիքները զրկվում են բնակարանի գնման վկայագիր ծրագրից օգտվելու եւ բնակարան ունենալու իրենց հնարավորությունից։ Պետք է սպասեն բնակապահովման այլ ծրագրի իրականացմանը, քանի որ որպես անօթևան մնում են հերթացուցակում։ Ընդհանուր առմամբ ԲԳՎ ծրագրով նախատեսվում էր լուծել 449 օթևան ընտանիքի բնակարանային խնդիր։ Այս փուլի ավարտից հետո 68 ընտանիք դեռ պետք է սպասի իր հերթին, քանի որ հատկացված գումարով հնարավոր է եղել ծրագրի այս հատվածում ծանուցելու վկայագրեր տրամադրել 101 ընտանիքի։ 68 ընտանիքը իմ կարծիքով հաջորդ տարի իրենց է տրամադրեն։ Իրենց հարցը 100% կլուծվի։ Եթե 449 ընտանիքներից 420-ին մոտավորապես տրամադրում են, 68-ին բնականը պետք է տրամադրեն։ Կարող է եւ տարվա վերջ լինի։ Արմեն Հիմինասյան, Նարակ Յուրեղյան, Նորագիծ։